Արդեն մեկ տարի է ես ինչ սովորում եմ այս դպրոցում և ուրեմն մենք սովորում ենք շատ ծանր պայմաններում, դասարանում հավաքեցին բոլոր դպրոցի լավ աշակերտներին, այսինքն այն աշակերտներին, ովքեր ուրեմն կարող են ներկայացնել դպրոցը և տարան ազգային ժողով, այդ աշակերտների թվում էի նաև ես, որպես աշակերտական կոմիտեի քարտուղար, գնացինք և ազգային ժողովում ես բարձրացրեցի այս հարցը, որ դպրոցների հարցը բարձրացրեցի, սակայն ստացա այնպիսի պատասխան, որը այնքան էլ չբավարարեց, այսինքն այն պատասխանը, որը միշտ հնչում էր։ Այնուհետև որոշեցի նամակ գրել։ Պատկերավոր գրել է երեխան։ Ազգային ժողովում էլ ես այս հարցը բարձրացրել եմ, և ես հիշում եմ, և նորից եմ կրկնում, որ մեր դպրոցի վիճակը սարսափելի է, չկա նորմալ դասասենյակ, չկա նույնիսկ տարրական պայմաններ, սանհանգույց և այլն։ Ես վախենում եմ դպրոց գնալ, քանի որ միգուցե դպրոցը փուլ գա գլխիս։ Ճիշտն ասած, արդեն հուսալքվել եմ, որ կսովորել նորմալ դպրոցում։ Էլ ինչ կրթության մասին կարող է լինել, խոսք երբ ձմռանը դասի ժամանակ մտածում ենք ոչ թե դասերի, այլ ցրտի մասին։ Եթե ռեալ նայենք, բազմաթիվ հիվանդություններ են առաջանում և ես էլ չեմ ուզում դառնալ մեկ այն աղջիկներից, ովքեր սառը դասարանում նստելուց հետո տառապում են չվերությամբ։ Ի վերջո դպրոցի տեսքը տհաճ է նաև դրսից, բայց ներս մտնելիս հիասթափությունը ավելի է մեծանում, կրկնապատվում, երբ տեսնում եք դպրոցի բարոյալքված վիճակը։ Սա արտիական և հրատապ խնդիր է։ Այս հարցը հուզում է բոլորից, սակայն կրթական մակարդակի մասին խոսք չկա, հիանալի է։ Ուրեմն այս նամակը, եթե հրապարակվի և կամ այս երեխան այս նամակը կարդա մեր հեռուստաընկերություններով, հանրապետության նախագահից սկսած, մինչև, չգիտեմ, վերջին պաշտոնյան պիտի գլուխները կախեն, մինչև ծնկները, որտեղ չի կարելի այս դարում անթույլատրելի է նման պայմաններում դպրոց ունենալ։ Սկզբում Գոհարի նամակը տեղադրվեց համացանցում, այնուհետև ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում։ Արձագանքն իրեն երկար սպասել չտվեց։ Անմիջապես հաջորդ օրը ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելեցին Մեծամոր։ Նրանք տեղում ծանոթացան խնդրին, արձագանքեցին դպրոցի վթարային վիճակն ու հեռացան։ Դպրոցի խնդիրը բարձրաձայնած 10-րդ դասարանի աշակերտուհի Գոհար Խաչատրյանն առանձնապես ոգևորված չէր այս այցից։ Ես պատրաստ եմ, ես խոստանում եմ, որ մենք դպրոցի աշակերտներով սեպտեմբերի 1-ին կհավաքվենք և դասի չենք գա, եթե այս դպրոցի վիճակը չվերանորոգվի։